Այսօր պետք է աղոթենք մենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի համար եւ գաղոթենք։ Մենք մեր եղբայրական եւ որդիական ողջունները գուղենք ամենայն հայոց կաթողիկոսին նորին Սուրբ Օծություն դեր քարեքին սրբազնակույն ամենայն հայոց կաթողիկոսին դժվար օրեր գաբրի Մայրաթորը եւ վեհապար հայրաբեդը բայց միայն ինքը չաբրիր ամբողջ հայ աշխարհը դժվար օրեր գաբրին եւ աբական անհայդը եւ այս միջոցին մենք ունենք ամենեն անփախցալի վիճակները գիտեմ դուք ամենքդ աչքերը բացած գսեք որ բادیարքը ինչ պիտի ասե այս վերջին կառավարության եւ եկեղեցու ընդփախումներու մասին Իմ խոսքը սկսելա առաջ սեզը անեկդոտ μου պատմել գուսեմ, այնադեմ պիտի հասկնաք թե ես ինչ կմտածեմ այս հարցով։ Երկու եղբայր Գաբրին եղեր, նույն լերան դարբեր քյուղերու մեջ։ Եղբայրներն մեկը արավոտ կարտնա մյուս քյուղի մեջ եղած եղբայրը տեսնելու համար, բայց լերը պետք է անցնի, լերան ջամփաները, քալազադենը մեծ մշուշ գիչնա։ Աչքը չի տեսներ, մեկ հերույան գտեսնե ըստվերմը, կազանի ըստվեր, արդյոք արջը, արդյոք կայլը, գամած իր զենքին գերգարի իր ցերքը, հետո գմոդենա, որ եկող մարդ է, բայց զենք ունի, ավազակ է արդյոք, ուրեմն ինքնալ զենքը գհանե, գտեսնե, որ թիմացինն ալ զենքը պիտի հանե, Ճիշտ պիտի գրագե վերջին ցայնով գսե որ ով ես թիմացեն ցայնը գուկա եղբայրս ես եմ ցայնը գջանչնա գմոդենան գողջե քուրվին կհասկնան որ ոչ թե թշնամի են ոչ թե կազան են այլ եղբայրներ են բայց մշուշը ինչպես ցույց կտա եղբայրները որպես թշնամի Հայաստանի վիճակը ես այսպես կտեսնեմ, մշուշ կա, հատկապես 44 օրվա պատերազմեն հետո, այնպիսի մշուշը իջավ մեր ազգին վրա, որ աչքի չտեսներ։ Հայուն թշնամին թարսած է, հայուն գամփաստան է, ամեն մարդ ամեն դե թավաջան կտեսնա։ Ամեն մարդ բոլոր գործանումներու համար մեկ մարդուն պատասխանատու գտնել կուզեն։ Այդպես չէ։ Մշուշն է մեզ այդ ցույց կտա։ Ինչպես կլա հայ առաքելական եկեղեցին եւ pedagogiությունը փախուն ունենա։ Գարերի փան է ասիգա։ Մտածված փան մնը։ Երբ որ պետություն չկար մենք հազարամյակներուն ինչ աղոթեցինք, որպես ասված pedagogiություն շնորհը հայ ազգին։ Հետևաբար սիրելիներ պետք է աղոթենք եւ խնդրեմ քիչ խոսենք, որովհետեւ քիչ գիտենք մենք թեփքերու մասին։ Քիչ գիտենք այդ քաղաքական շարժումները, ընթացքը, նպատակները։ Իսկ բուրքի մեջ ենք մենք եւ պետք է հետաքրքրվենք եւ պետք է աղոթենք։ Ինչիսի եկեղեցու դերը Քրիստոսն է։ Աղոթենք որպեսզի Քրիստոսը շարժման անցնի։ Այնպես որ ես իմ աղոթներս կուղեմ մեր հայրենիքի փարորության համար, անթորության համար եւ ծեր բոլոր աղոթներ կհավաքեմ խաղաղություն թողլա։ Աստված մեզի այդ իմաստությունը դա հայու աչքերուն մենք տեսնենք եղբայրը եւ քույրը թերևս հերու, թերևս կորսված Նայեցեք հոս եկայես, սենց մե շատ քիչերը գջանչնան ինձ անցնավես, բայց փոլորդ գջանչնակ ինձ, փոլորդ կհարկեք, որովհետև մեկ եկեղեցու զավակներն են մենք, որովհետև իրարու մարմինեն մարմին, արյունեն արյուն ենք, այս սուրբ պատարագը միայն Աստծո համար չէ, մեզի համար է, Քրիստոսի մարմինը գդոր բաժնվի մեր մեջ Եվ մենք միանանք ոչ միայն Քրիստոսի հետ, բայց իրարու հետ ամրապնդվի մեր եղբայրությունը։ Հետևաբար այս միությունը պետք է փայփայենք, այս միությունը պետք է փառավորենք։ Իսպուրքը դժվար դեղ է, ես ալ իսպուրք եմ գուքամ։
բայց գիտեք, իսպուրքի բոլոր օջախներուն մեջ մեր եղբայրները եւ քույրերը գմակարին, գբայքարին, հայությունը ոտքի բահելու համար, որովհետեւ չմոռնան իրենց հայությունը, իրենց հայրերը եւ անորամար փնաստապար գիտեն։ Փնաստապար եկեղեցի գուղուվին։ Եթե եկեղեցի չկա, եկեղեցի գշինեն։ Եթե չեն գնար շինել, գվարցան։ Բայց գիտեմ, որ հայկական հեքիաթը գսկսի եկեղեցիով, բայց պետք չէ հոն մնա։ Միայն այս եկեղեցին մեջ պետք չէ մնա։ Պետք է դպրոց սպանանք, հիվանդանոց սպանանք, միություններ փանանք մենք, թանգարաններ փանանք, երգչախումբեր հիմնենք, արվեստ ունենք, հայկական բար փռնենք, ուրեմն այս բոլորին սիրտը եկեղեցի է, մեր ազգը լավ գիտե։ Հետևաբար ես կտեսնեմ Ամերիկայի մեր հզոր հայությունը, Լոս Անջելեսի մեջ տեսա ես, աչքերով վգա դարձա, հետս հետը բարձրացո ուժ եւ հարստություն կհավաքվի մեր թեմերուն մեջ։ Ճիշտ ժամանակն է անիգա օգտագործելու եւ անիգա վերածելու միասնական ուժին եւ աբակայի համար ներդրումին նոր սերունդներուն համար։ Անորամար ես սրտանց կշնորհավորեմ Արեմուտյան թեմի բարեխնամ առաջնորդը Կերաշնոր Տեր Հովնան Սրբազան arczepiskopos Տերդերյան եղբայրս ինքը իր հովիվներով միասին իր աշխարհականներով միասին հետս հետը կգազմագերբե այս մեծ թեմը քաուտներով միասին որովհետեւ քաոս չդիրե կանոնավորություն ըլլա կոսմոսի վերածվի հայ աշխարհը եւ ինքը 22 տարի է իվեր այս գործը կնա այս տարի իր եկեղեցական դառնալու 45-րդ տարին է այս երկու թեփքերը իր ցերնատության 45-ամյակը եւ իր առաջնորդության 22-րդ ամյակը գծափահարվի Հովնան Սրբազանը որքան ես վգա դարձա քուրքուրացող սիրտ ունի եւ իրապես կսիրե իր եկեղեցին եւ ցեր բոլորը Սեր երեսան արցագուրտ չգնար ունել մարդը։ Արցագուրտի մեջ շարունակ սեր մասին գմդածը եւ հերացաններով շարունակ սպաղվածը տակավին այս թեմի հարցերով։ Գհիշեք ասիգա ինչ է, թուք հայրեր եւ մայրեր։ Սեր զավակներուն համար այդպես չեք, այդպես եք չէ։ Եվ մեզ հայր գոչեք, Սրբազան հայր, Բադյարք հայր, Դեր հայր, հայր սուրբ, մենք ալ ամուսնացած ենք եկեղեցի հետ։ Հետևաբար մեր սիրտին մեջ եք դուքալ, գգրենք ձեզ մեր սիրտին մեջ, գուրախանանք սեր ուրախությամբ, գդխրինք, երբ որ բաներում սխալ գնտանա սեր մեջ, երբ որ իրար սիրեք, Երբ որ զավակները մեր իրար գսիրեն գուրախանանք, երբ որ գփաժնվին եւ գգրվին զանազան պատճառներով գդխրինք, որովհետեւ քրիստոնեության առաջին պատգամը սեր եւ միությունն է, հետևաբար ստված ենք մենք այս ուղությամբ մտածելու սերքի դալու։ Լոս Անջելես Իմ նետած առաջին քայլես սկսյալ ես ինձի դունս սկացի ես հետո սորվեցա որ ասիգա ապահովողներ կան հանձնախումբ մգազմվերը պատյարքը հանգիստն է սելով պատյարքը բդցնեն սելով պատյարքը ծանոթանա այս համայնքին սելով
Բարոն Սարո Մարուկյանի գլխավորությամբ այս հանձնախումբը իրագործեց Սերբոլորին անունով լավ գործումը, շնորհակալ եմ իրենց գծապարենք։ Երբ որ ես հոս եկա ծեր հայրերուն և ծեր իրականացած կառույցներով, շենքերով, հաստատություններով հիացա, Արարատдан այցելեցի և հոնդեդեսա ինչ հսկաքորձ գծավալի հայ իրականության մեջ նմանը չկա։ Լսեցի նոր դպրոցներ կփանակ, լսեցի նոր եկեղեցիներ կփանակ, լսեցի նոր ակումբներ կկազմվի։ Ուրեմն ասիկա հայու հանջարն է, այդպես եղեք։ Երբ որ բարիփամը կտեսնեք, ցերկ երկարեցեք, դուք ալ հոն եղեք։ Երբ որ չգաք, հարցուցեք, թե ես ինչու համար չեմ։ Ես ինչու համար չգամ հոս։ Ես հայ չեմ։ Ես ալ դալիք ունիմ իմ ասկից։ Ես ալ պետք է երթամ։ Ես ալ հոն պետք է լամ։ Բարոն Դերիկ Ղուգասյանը, որ թեմական խորհրդի ադենապետն է և նաև Արարատdan Սիոն է, իր անձին մեջ ես տեսա այն կարող հայը, որ լավ ընտանիք ունի, քրիստոնեական հոգի ունի, եկեղեցին կապված է և իր բոլոր այդ բազմասպալ վիճակին մեջ տակավին դեղ ունի, սեր ունի իր եկեղեցին հանդեպ։ Ինքը թող գլխավոր է բոլոր այն բարերարները, բոլոր այն անձերը, որոնք եկեղեցին սեր չեն քաշել, և եկեղեցին հետ են, և իրենց ամբողջ էությունը եկեղեցին որպես նվեր կմատուցանեն, դեր օրհնե բոլորը, ճապարենք։ Հոստե մարդիկ կան, որ ես կուզեմ, որ ճապարեք, անոնք, որոնք հայերեն չեն գիտեր, բայց հոս են։ Երկու ժամ շատ քիչ բառեր հասկանալով, թերևս հասկացա միայն Աստված, Հիսուս Քրիստոս, ուրիշ ոչ մեկ բան հասկանալու այս եկեղեցին մեջ են, որովհետև հայ են, որովհետև իրենց եկեղեցին է։ Անոնք մեզ մե ավելի մեծ զոհ կմատուցան են Աստծուն։ Անոնք ավելի հիանալի հայեր են, որովհետև խոսք կան, հետո իրենց զավակները կմեծնեն հայկական հոգիով, մերփացած վարժարաններուն գուղարգեն, եկեղեցի կան, նույնիսկ հայերեն չեն գիտեր, բայց անգլերենով կգրեն և պատարակ կերկեն։ Իրապես ես սրտանց կշնորհավորեմ այս մեր ասկագիցները։ Անոնք կգրեն իրենց հոգին ամենեն խորը հայ ըլլալու արժանիքը։